Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի Նանա ռեստորանում խնջույքի է մասնակցել եւ ականատեսների պատմելով ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից։ Հավանաբար Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն ապահովել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Օրեր առաջ ՔՊ վարչության որոշմամբ նախընտրական ցուցակից հեռացված պատգամավոր Դավիթ Դանելյանի դեմ ըստ լուրերի բողոք է ներկայացրել գործընկեր պատգամավոր Միքայել Թումասյանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ում ներքին քվեարկությունից հետո զտումներ են իրականացվել, ովքեր խախտել են քարոզչություն չանելու արգելքը, հեռացվում են ցանկից։ Թումասյանի անունը շատերին անծանոթ կթվա։ Նրան հիմնականում կարելի է տեսնել Փաշինյանի երբեմնի աներձակ Հրաչ Հակոբյանի հետ։ Նա միջ պատգամավոր դառնալը Դավիթ Հաշինի թաղապետն էր։ Հրապարակ թերթը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը հավանաբար տեղի կունենա մարտի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։ Դաշինքում կլինի երկու ուժ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանի Առաջ Աչակենտրոն կուսակցությունը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Վերջերս հակակոռուպցիոն կոմիտեում մի զավեշտալի վարույթ է նախաձեռնվել, որտեղ մեղադրյալը իրանցի է, իսկ ուժողը Պարեկ։ Զադե անունով իրանցին Իրանից եկող մեքենայի վարորդը Վայոց ձորի պարեկներից մեկին 3000 դրամ է առաջարկել իրեն չտուգանելու համար։ Ինչն էլ արձանագրել է Պարեկը եւ փոքրիկ կաշառքի դեպքը գնացել հասել է հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, այնտեղից էլ հակակոռուպցիոն դատարան եւ մակագրվել ոչ ավել ոչ պակաս նախկին դատախազ քաղաքական գործերից հայտնի դատավոր Վահե Դոլմազյանին, որը քննել է օրինակ Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունները եւ այլն։ Իրանցու հանդեպ անգամ խափանման միջոց է կիրառվել Հայաստանից բացակայելու արգելքը եւ հիմա իրավապահ համակարգում կատակում են, թե ՀՀ իրավապահները փրկել են իրանցուն պատերազմից, այժմ չի կարող մեկնել պատերազմական վիճակում գտնվող Իրան։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության հաշվեկնիչ պալատում սկանդալային իրավիճակ է հասունանում։ Ժողովուրդ օրաթերթին հենց ներսից պատմեցին, որ պալատի 15 նախկին աշխատակից դիմել են դատարան, պահանջելով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները եւ վերադառնալ աշխատանքի։ Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում դատարան դիմաց աշխատակիցները պնդում են, որ աշխատանքից ազատվել են անօրինական կերպով եւ դրա համար դիմել են դատարան, իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար, եւ միջ մի շարք աշխատակիցներ կորցրել են իրենց աշխատանքը, պալատում շարունակում է աշխատել կենսաթոշակային տարիքի Ծովինար Բադիրյանը, որը ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանի մայրն է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Լոռու մարզպետի աշխատակազմը 2025 թվականի մայիսի 29-ին պետական միջոցներով ձեռք է բերել թանկարժեք բջջային հեռախոս 467.900 դրամ արժողությամբ։ Խոսքը վերաբերում է Apple iPhone 16 Pro 128 GB Desert Titanium մոդելին, որը գնվել է 1 հատով։ Ժողովուրդ օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գնումը կատարվել է Mobile Center Art ՍՊ-ից եւ դրա վերաբերյալ արկա է համապատասխան հաշիվ ապրանքագիրը։ Սակայն ուշագրավ է, որ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում, թե կոնկրետ ում համար է ձեռք բերվել այդ հեռախոսը եւ պետության որ կարիքներից դրդված է մարզպետարանը աղքատության մեջ գտնվող այդ մարզում նման շռայլություն թույլ տվել։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։